Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման պետական միջոցների յուրացման գործով։ Այս մասին հայտնում են տեղական հեռուստատեսությունները։ Մեղադրող կողմը պնդում է, որ իր նախագահության տարիներին Սաակաշվիլին պետական միջոցներով գնել է բաճկոններ եւ վերարկուներ, վճարել որդու ուսման ծախսերը եւ կատարել կոսմետիկ պրոցեդուրաներ։ Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին պետական միջոցների զեղծարարության մեղադրանք է առաջադրվել 2014 թվականին։ Գլխավոր դատախազության տվյալներով 9 միլիոն լարի ավելի քան 3,2 միլիոն դոլար գումարի զգալի մասը ծախսվել է 2009-ից 2012 թվականներին քաղաքական գործչի անձնական կարիքների համար, մասնավորապես օտարերկրացի խոհարարների, մերսողների, կոսմետոլոգների եւ դիզայներների ծառայությունների, ինչպես նաեւ պերճանքի առարկաների ձեռքբերման, արտասահմանյան ուղևորությունների ընթացքում զբոսանավերի եւ ինքնաթիռների վարձակալության ուղեկցող անձանց վարձատրման համար։ Հիշեցնենք, որ Միխայել Սահակաշվիլին Վրաստանի քաղաքական գործիչ է, ով եղել է Վրաստանի նախագահը 2004-ից 2013 թվականներին։